Վերանորոգված ու վերանորոգվող միջհամայնքային ճանապարհներ, քաղաքային փողոցներ ու բակեր, փոխված տանիքներ, ջերմամեկուսացված բազմաբնակարաններ, կիլոմետրերով ջրագծեր, սա Քաջարանում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների միայն մի մասն է։ Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից ի վեր, այսինքն 18 թվականից մինչև 25 թվականները Քաջարան համայնքում իրականացվել է թվով 21 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 8,4 միլիարդ դրամ արժողությամբ, որի մեջ պետական մասնաբաժինը կազմել է 62%։ Նաև կարևոր է շեշտել, որ կոնկրետ Քաջարան համայնքում այլ ներդրողների առումով մեծ դերակատարություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կառավարություն, համայնք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Քաջարանը մշտական աջակից ունի։ Վերջին 5 տարում իրականացված սուբվենցիոն ծրագրերում հանքարդյունաբերական ձեռնարկության հատկացումը շուրջ 2 միլիարդ 140 միլիոն դրամ է։ Սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելուց առաջ մենք ընդհանուր գրությունով դիմում ենք պղնձամոլիբդենային կոմբինատին, որ ունենք այս ծրագրերը եւ համայնքի մասնաբաժինը կազմում է ինչ որ X գումար։ Օրինակը մեզ ուղարկում է համապատասխան գրություն, որի մեջ նշված է լինում այն գումարը, որի չափով ինքը պատրաստակամ է լինում օգնել համայնքին տվյալ ծրագրերը իրականացնելու համար։ Վերջնական արդեն սուբվենցիոն ծրագրի հաստատելուց դեպքում կոնկրետ ծրագրերի համար տվյալ արժեքի չափով կոմբինատը ըստ կատարողականների իհարկե փոխանցում է համայնքին այդ գումարը։ 2023 թվականին Լեռնագործների համայնքում իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր, 1 միլիարդ 192 միլիոն դրամ արժեքով։ Կառավարության մասնաբաժինը կազմել է 60%, համայնքի համաներդրման 90%-ը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ծրագրերով հիմնանորոգվել են միջհամայնքային նշանակության ճանապարհներն ու քաղաքի մի շարք փողոցներ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադառնալով սուբվենցիաներում ձեռնարկության ներդրումներին ընդգծում է. այդպիսի ծրագրեր ֆինանսավորելը նախընտրելի է, քանի որ իրականացվող աշխատանքները լուծում են խնդիրներ, որոնք կարևոր են եւ համայնքի եւ պետության համար։ Մենք նախընտրում ենք իհարկե սուբվենցիոն ծրագրերը, որովհետեւ այդտեղ այդ համագործակցությունը երրակողմ իհարկե շատ ավելի էֆեկտիվ է մեր գնահատմամբ, հա, եւ մենք իհարկե նախընտրում ենք ավելի շատ այդտեղ մասնակցություն ունենանք, բայց դրանով սահմանափակված չի, իհարկե։ 2024-ին նույնպես իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր։ Ընդհանուր արժեքը գերազանցում է 745 միլիոն դրամը։ Դրանցից մեկով կառուցվում է Քաջարանի թիվ 1 մանկապարտեզը, կառույցը ներքին ու արտաքին հարդարման փուլում է։ Կառուցվում է նոր մանկապարտեզ 120 երեխայի համար նախատեսված։ Այսօր մենք միասին այցելեցինք այդ մանկապարտեզը, շինարարական ընթացքը մեծ թափով ընթանում է եւ պետք է մարտի վերջ ավարտվի այս ծրագիրը։ Ծրագիրը շատ կարևոր է համայնքի համար, կստեղծվեն նոր պայմաններ երեխաների նախադպրոցական զարգացման կրթության որակների բարելավման առումով եւ մեր երեխաները հնարավորություն կստանան ժամանակակից նոր եւ շատ լավ միջավայրում ստանալ կրթություն։ 2025-ին Քաջարանի առաջարկած 3 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 1.5 միլիարդ դրամ արժողությամբ։ Պետբյուջեի մասնաբաժինը միջինում 58% է։ Համայնքի մասնաբաժում մասնակցություն ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը։ 5 ծրագիր իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 4 համայնքի, այդ 2 ծրագրերում էլ ՄԱԿ-ը իր ներուժ ունի, ինչպես նաեւ իր ամենամեծ մասնաբաժինը ունի մեր կոմբինատը։ Սուբվենցիոն ծրագրերը Քաջարան համայնքի զարգացման գործում շուրջ 8 տարի է ունեն իրենց անուրանալի դերը։ Ընթացող տարվա համար եւս համայնքապետարանն ունի բազմաթիվ նախաձեռնություններ, դրանց մի մասը կիրականացվի սուբվենցիոն ծրագրերով։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։